Բարև ձեզ, դիտակետն ուղիղ եթերում եք, զրուցենք Հայաքվե ազգային միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, դուք ձեր էջում անդրադարձել եք, որ Հայաստանում բանկային շուկան ուր խաղացողներ մուտք չեն գործում, վստահ եմ մեր քաղաքացիներից քչերն են դրան ուշադրություն դարձնում եւ ես կուզեմ, որ այս տաղավարից այսօր բարձրաձայնենք եւ փորձենք հասկանալ դա ինչ է իրենից ենթադրում եւ իհարկե պատճառները եւս։ Պատճառների համար հավանաբար քաղաքացիները չեն էլ ընկալի խորությամբ, որովհետև բանկային աշխատանքի փորձ ունեն, ես բանկային աշխատանքի փորձ ունեմ, բանկերը կարելի ասել ճանաչում եմ ներսից եւ բանկային համակարգում տեղ գտած ստվերային երևույթները կամ ընդհանրեն երևույթները, որոնք ոչ այնքան ստվերային են, բայց իրենց մեջ պարունակում են կարտելային համաձայնության բաղադրիչներ, փայլուն գիտենք, փայլուն իմանում ենք եւ կարելի ասել, որ ժամանակն է գոնե մեր ժողովրդին եւ բանկերի հաճախորդներին ներկայացնել որոշ փաստեր եւ այդ փաստերը կարծում եմ բանկային համակարգի օգտին չեն։ Ընդհանրապես ասածը հաստատելու համար եւ կասկածի ստվերը դուրս հանելու համար մեզ առաջարկում են ցանկացած քաղաքացու, որը բանկային սպասարկման ինչ որ մի տեսակի հետ կապված պտտվի բանկերում։ Երկար պտույտ պետք չէ, որտեղ 18 բանկ է ընդամենը եւ 18 բանկում պտտվելուց հետո բնականաբար քաղաքացին կհասկանա, որ ամեն տեղ իրեն առաջարկում է նույն սակագինը։ Բացարձակապես նույն սակագինը եւ դա եթե այդ քաղաքացու փոխարեն հետադեք բանկերը նման հարցախուս կատարելու նպատակով ուղևորվել տնտեսական մրցակցության հանձնաժողովի այսպես եռանդուն անձնավորություն, այսպես հայրենիքի համար, հետադենք տնտեսության համար կամ հետադենք ԿՊ-ի աջակիցների համար, այսպես վարվող մի անձնավորություն, ինքը կհասկանա, որ այստեղ կան հստակ կարտելային համաձայնության բաղադրիչներ։ Ինչ է դա նշանակում։ Կարտելը դա համաձայնությունն է, սինդիկատ, կարտել, խումբ, կարելի ասել նաև ֆինանսական, կարելի ասել նաև որոշակի բանդա, որովհետև դրա վերջնական նպատակը հաճախորդներից ենթադրենք ավելցուկային գումարներ սակագների միջոցով ստանալու միտքն է։ Հիմա ինչ վերաբերում է 18 բանկերին, ոչ մեկի մոտ այդ միտքը չկա, որ հայաստանյան բանկային շուկան շահութաբեր չէ։ Հայկական բանկային շուկան շահութաբեր է եւ եթե 24 թվականին բանկային համակարգում գեներացվել էր մոտապես $1 միլիարդ համախառն շահույթ, ֆանտաստիկ թիվ, որտեղ հայկական բանկերը միշտ դա շահույթը տատանվում էր 120-ից 140 միլիոն դոլարի միջև։ Դա գերշահույթ է ստացվեց երևի, եթե միլիարդի անց։ Սա գերշահույթ էլ չէ, սա մի թեմա է, որ կարծում եմ, եթե Financial Times-ում այսպիսի հոդված տվեր, չէ, որ հայկական բանկերը, հայկական բանկային համակարգը ստացել է 24 թվական 1 միլիարդ, 25 թվականին 1 միլիարդ 100 միլիոն դոլար, չէ, վստահ եղեք, Financial Times կարդացող ցանկացած գործարար իրեն կնետեր հայկական բանկերից որից մեկը, որովհետեւ այսպես ասած պարտատոմսեր ձեռք բերել այդ բանկի եւ կամ էլ կփորձեր Հայաստանում ինքը բանկ բացեր։ Ցավոք այդ Financial Times կարդացող ֆինանսիստին պետք է ասենք, որ հայկական բանկերը իրենց ամբողջությամբ փակ բաժնետիրական ընկերություններ են, այսինքն նա ոչ պարտատոմս կարող է ձեռք բերել եւ ոչ կարող է ընդհանուր ներդրում կատարելով այդ շահույթների բաշխմանը ընդհանրենք մասնակցել առաջին։ Երկրորդ, այդ նույն ֆինանսիստը, չէ, պետք է ծանոթանար, եթե ցանկանում էր Հայաստանում բանկ բացեր, չէ, ծանոթանար կանոնակարգերով նախատեսված այն սահմանափակմանը, որ իր կանոնական կապիտալը պետք է լինի մոտապես 30 միլիարդ դրամ, մոտապես 80 միլիոն դոլար։ Այս երկու հարցերը իրար հետ մի կողմից փակ բաժնետիրական բնույթը բանկերի, մյուս կողմից ընդհանրենք բանկ բացելու համար կանոնական կապիտալ ահռելի գումարը Հայաստանի համար ինչ են անում, ցանկացած դրսի մարդուն
զրկում են բանկային եկամուտի շահույթին, այսպես մոտիկ գալուց։ Հիմա կարտելային համաձայնություն ասելով մենք նաև ինչ նկատի ունենք, մենք նկատի ունենք, որ համարյա ոչ մի նոր բանկ չի գրանցում Հայաստանում։ Վերջի առնվազն 15 տարում նոր բանկ չի գրանցվել։ Լավ էս ամբողջ այս ֆինանսական համաշխարհային շուկայում չգտնվեցին մարդիկ, ովքեր կուզենային ընդհանրենք հայկական իրականություն բերեին ավելի առաջակարգ եվրոպական բանկերի փորձը, ամերիկյան բանկերի փորձը, մարդիկ դա գիտեն, հստակ գիտեն, ներքին աղբյուրներից, պատտվող լուրերից, ինֆորմացիաների փոփոխություններից, փոխադարձ ներգործությունից նրանք գիտեն, որ Հայաստանում բանկային ռեզերվացիա է ձևավորվել։ Ռեզերվացիա ասելով մենք հավանաբար շատերը չեն կողմնորոշվել, դա ինչ է նշանակում։ Ռեզերվացիան դա ժամանակին, երբ որ ամերիկյան այսպես սպիտակամորթերը հնդիկներին, դեղնամորթներին քշում էին իշու առանձնացված այսպես ժողովրդական ձև ցանկապատված տարածք էին քշում ու չէին թողում օրինակ այդ ցանկապատից դուրս գան։ Նման մի օրինակ ցանկապատային ֆինանսական գույություն է Հայաստանում, հստակ ռեզերվացիա է ստեղծված բանկային, բանկերը հստակ կառավարվում են, ընդ որում բանկերի վրա կառավարման վրա ազդում են երկու սուբյեկտ։ Մեկը կենտրոնական բանկն է, որը որ ունի բացարձակ քաղաքական դիրքորոշում, բացարձակ կարելի է ընդհանրապես չխոսել։ Ընդհանրապես կարելի է չխոսել դրա մասին, եւ երկրորդը կառավարություն։ Այս երկու սուբյեկտները բանկային համակարգի հետ ինչ ուզում են, պայմանավորվում են։ Արդյունքում ինչ է լինում։ Արդյունքում լինում է հետեւյալը։ Սակագները, օրինակ 2021 թվականին, 22 թվականին գործող սակագները, օրինակ հաշի բացելու համար մոտավորապես 2-3 հազար դրամի կարգի գումար էր գազում կամ 1000 դրամ։ Շատ բանկեր ձրի են բացում հաշի, որովհետև հաճախորդին ներգրավելու դա հնարավորություն է, իդեալական։ Հիմա հաշի բացել ինչ որ 15000, 18000, 20000 հաշի բացելուց հետո կային սպասարկման բազմաթիվ ընդհանրենք վարկային կամ արժութային տարբեր գործառնություններ կան։ Միայն ռուսական ռուբլու փոխարժեքով գործառնություն կատարելը կանխիկացում է, չէ՞, 0.3%-ից բարձրացավ մինչև 5%։ Նման բան բանկային համակարգում չկա, երբեք չի եղել։ 10 անգամ սակագինը բարձրացվել է, այդ ճիշտ է, կար որոշակի լարվածություն, հոս կար ռելոկանտների զգալի մասն ընդհանրենք փող ունեցող ռելոկանտներ են, այլ ոչ թե ընդհանրենք պարզապես գաղթականներ են, չէ՞, հասկացանք, բայց 10 անգամ, լավ, այդ հոսքը եղավ, չէ, ռուս-ուկրաինական բախման ընթացքում 22-23 թվականների հետ իրենց բախումից հետո անցավ այդ ժամանակը, անցան այդ տարիները, ռելոկանտներ այլևս այդ հոսք չկա, ընդհակառակը ռելոկանտների զգալի մասը գնաց Հայաստանից, բայց սակագները ոնց բարձր էին, շարունակում են մնալ, ինչու, շատ բարձր, որովհետև չկա մրցակցություն, միգուցե բանկերը կցանկանան իրար հետ մրցակցել, բայց իմ հիշատակած սուբյեկտները, կենտրոնական բանկ, կառավարություն, ընդ որում ոչ թղթային փոխանցումներով, ասենց ասեմ, ոչ ընդհանրենք հանրային ելույթներով, այլ ընդհանրենք զանգերով, անձնական շփումներով, այս բանկային համակարգի մեջ ձևավորված կարտելային սկզբունքը միասին, միակամ, նույն սակագներով առանց տարբերության հաճախորդների, այսպես ասած, ֆինանսական կաշին քերթելու գործառույթն է կատարում։ Մի հարց տամ ձեզ, վստահ եմ, որ ցավոք սրտի նաև մեր հայրենակիցներից գոնե ամեն երրորդը կարծում եմ այսպես վարկեր ունեն, հա, բազմաթիվ պարտավորություններ ունեն բանկի հետ։ Մոտ 650,000 մարդ ունի մեն անհուսալի, այսպես ասած, հետաձգված ժամկետանց վարկ։ Դա սարսափելի չափանիշ է։ Մինչև 1 միլիոն դրամ, մինչև 1 միլիոն 650,000-ը, իսկ բանկային համակարգում մոտավորապես 7 տրիլիոնի չափ վարկեր կան տրված։
Ես գիտեք ինչ էի ուզում ձեզ հարցնել, ենթադրենք ամեն բանկ ինչ որ տոկոս է, հա, առաջարկում 15, չգիտեմ 16, 17։ Դուք ասում եք գրեթե բոլոր բանկերը, եթե ճիշտ եմ հասկացել, էլ, այսպես ճշտող հարց, նույն սակագինն են, հա, առաջարկում։ Ինչպես է ստացվում, եթե տարբեր տոկոսներ պետք է վճարես բանկին, ինչպես է ստացվում նույն սակագինը։ Կարծում եմ սա շատերին կհետաքրքրի, եթե ես ճիշտ եմ հասկացել ձեր ասածը։ Խնդիրը հետևյալի մեջ է։ Բանկային սպասարկման պայմանագրերը որպես կանոն դարձել են խաբեության պայմանագրեր։ Խաբեության, բացարձակ խաբեության, անգրագետ մարդիկ էլ, անգրագետ չեմ ասում, գրել կարդալ չիմացող։ Ֆինանսապես ոչ ֆինանսապես չտեղեկացված մարդիկ, ֆինանսական բնագավառի շփում չունեցող մարդիկ, գալ մստորակում թղթերի տակ, եւ այդ բանկային պայմանագիրը որ կա, չէ՞, ամբողջ բանկային պայմանագիրը կարող եք հանել, գցել մեկում, այս տակը մի 2-3 հատ տող կա շատ մանր տառերով գրած, բանկային պայմանագրի հիմնական էությունը սրա մեջ է։ Այդ մանր տառ, այդ փոքր sense աննշան որ կարդում ես, չես էլ տեսնում, գիծ է թվում։ Այդ հիմնականը դրա մեջ է։ Ճիշտ է, կենտրոնական բանկում ինչ որ շատ մեծ sense շուկով ներկայացեցին, բայց սրանից հետո տեսեք, այս տողերը ենթադրենք, որ մարդիկ կարդան, բան, խնդիրը նա է, որ երևույթը արդեն ծածկելու, խաբելու, դա մի կերպ ընդհանրենք էջից էջ կամ փոքր գրելու այս թեման արդեն արմատավորված է։ Կարող են արդեն այս չափի տառերով գրեն։ Միևնույն է հայաստանյան բանկային համակարգը, դա մարդկանց պարզապես տուն, տեղ, ընտանիք, ճակատագիր կյանք կորցնելու լավագույն կարճ ճանապարհն է։ Գնացիր, մանավանդ այն բաներ կան, արագ տրվող վարկեր կան, հավելվածների միջոցով, այդտեղ 80, 90, 100% միջև այս բար տոկոսներով կամ սովորական տոկոսներով հաշվարկած բարձրանում է։ Այս ամբողջը գիտեք հարցը որն է, սա որոշակի մի պայթուցիկ է դրված բանկային համակարգի տակ։ Ինչ իմաստով։ Բանկային համակարգը վերջի վերջո դառնում է անհուսալի վարկերի վրա, այսպես ասած, ինչ որ մի ձևավորված, ոնց ասեմ, մի սուբստանցիա, որ ամեն րոպե կարող է պայթել։ Պարոն Կոմենդանտյան, մի հարց էլ ինձ մոտ առաջացավ, չգիտեմ երբ է դա, հա, բանկային համակարգներ գործվել, բայց ես առնվազն 2 տարի է տեղյակ եմ, օրինակ ես որ բանկից որ օգտվում են, Rocket Line է կոչվում, այսինքն ինչ որ բան ես վերցնում, ասենք 100,000 արժողությամբ, առանց որևէ տոկոս վճարելու 2 կամ 3 ամսվա ընթացքում կարող ես մարել։ Դա կարծում եմ շատերին է շահագրգռում եւ վստահաբար շատերն օգտվում են։ Այստեղ եւս կա խաբեություն, որովհետեւ նայում ես որևէ տոկոս չես վճարում բանկին։ Խնդիրը գիտեք որն է, յուրաքան դուր ասում եք չեք վճարում, նման բան չկա, որտեղ բանկը, բանկային համակարգը ինքնին բաղկացած է, ինքը կառուցված է մեկ սկզբունքի վրա, ունենալ կանոնադրական կապիտալ, հավաքագրել աշխատակիցներ, լիցենզավորվել, չէ, եւ սկսել քաղաքացիներից ներգրավել ավանդներ, գումարներ, ներգրավնել կարող է լինել ավանդների տեսքով, կարող է լինել պարզապես ցպահանջ հաշիվների տեսքով, չէ՞։ Եվ այս ամենը ներգրավելուց հետո բանկը սկսում է այդ գումարը տալ ուրիշներին, վարկերի տեսքով, ֆակտորինգային ծառայությունների, կոնսալտինգային զանազան ծառայություններ, ինքը շրջանառել։ Ձեր ասած այդ Rocket Line-ը վստահ եղեք, որ դա բարեգործական, այսպես ասած, գիծ չէ։ Այդ Rocket Line-ը բարեգործություն չէ։ Այստեղ կարելի է ուսումնասիրել, եթե ընդ որում պետք է խոստովանեք հետևյալը, որ յուրաքանչյուր բանկային սակագին, յուրաքանչյուր բանկային գործառնություն պայմանագիրը բերեք, ծանոթանաք, այդտեղ հաստատ այդ հնարավոր շարունակությունները, վտանգները, փոչերը կիմանաք։ Այս խնդիրը այլ է, որտեղ յուրաքանչյուր ծառայության մեջ կան իրենց այդտեղ ստվերային կողմերը, որոնք հաճախորդից լրացուցիչ գումար են տանում։ Վստահ եղեք, եթե այդպիսի մի պայմանագիր հիմա ձեր ձեռքի տակ լիներ, ես կարճ արագ կուսումնասիրեի, ու կասեի, բանկային համակարգը բարեգործական, խնամակալական հիմնարկ չէ։ Այդ ժողովուրդը գոնե պետք է վստահ իր համակարգն է, որ չմոռանա։
Լավ, հիմա այս պարագայում մարդիկ ձեզ լսում են, ասում են, բա ինչպես անենք, որովհետև հենց գումարի կարիք ես ունենում, պարտքով չես կարող վերցնել, հնարավորություն չունենք, ցավոք սրտի գնում ենք բանկի դուռ, այսպես ասեմ։ Բայց կան նաև մտավախություններ, բնականաբար տոկոսներ են վճարելու, հիմա ձեզ լսեն, ավելի շատ տեղեկացված կլինեն, մտավախություն կունենան, ինչպես վարվել այս պարագայում։ Գիտեք, գումարի բացակայությունը կամ գումարի սակավությունը, չէ, դա մենակ մեր էթնոսի մոտ չէ, կամ մեր տարածաշրջանում չէ, դա մշտական եղել է, առաջին բանկերը դեռևս ստեղծվել են 16-րդ դարում են ստեղծվել, իտալացիների կողմից է ստեղծվել ու ամբողջ Եվրոպան իրենք այդ բանկային համակարգը կարգավորեցին, իտալացիները վարեցին։ Նույն ձև բանկային համակարգի որոշակի բաղադրիչներ հայկական վաճառականություն ուներ, հիմնականում Նոր Նախիջևանի Փերիայի նահանգի հատկապես ովքեր որ Արարատյան դաշտից քշել էր Շահաբազը նրանց տարել էր Փերիա, այդ ժամանակ այդ մարդիկ Ագուլիս քաղաքի տներ կային, վաճառական տներ կային, իրենք թողարկում էին մուրհակներ, այդ մուրհակները միջև Հնդկաստան, փողի շարժի, հաշվարկների շարժի, փոխադարձ հաշվարկների համար ծառայում են, Եվրոպայում էլ են դրանք, ընդունվում էին, հստակ ընդունվում էին։ Իսկ այդ սակավությունը միշտ էլ կա, պարզապես խնդիրը գիտեք որն է, ես ընդհանրապես խորհուրդ կտամ մարդկանց, որ եթե գումար վերցնում են, գոնե պետք է մտածեն վերցնեն գումար այն բազմապատկելու համար, բիզնեսում ներդնելու համար, ընդ որում բիզնեսում չի նշանակում ինչ-որ մի կրպակ աշխատացնելու համար, բիզնեսի համար ես նկատում ունեմ նաև իրենց երեխաների ուսման համար, այս շատ կարևոր հարցեր են, որ պետք է մենք հստակ տարանջատենք իրարից, սպառողական վարկը, հիպոթեկային վարկը, օրինակ տուն գնելու կամ եթե որևէ իր գնելու մեր սպառողական վարկերը նրանց տոկոսադրույքները շատ բարձր են։ Շատ բարձր են եւ պատկերացրեք, որ այդ միտումը պարզապես արագ գումար ստանալու միտումը շարունակ մարդկանց ուղղը չասեմ, բայց գիտակցությունը մթագնում է, որտեղ արագ ստացվող գումարը հաշվարկի տեղ չի թողում։ Շատ լավ, ես առաջարկում եմ այլ թեմաների եւս անդրադառնանք, պարոն Կոմենդանտյան, քանի որ շուտով ապրիլի 24-ն է ցեղասպանության 111-րդ տարելիցը եւ ես օրինակ ակամայից հիշեցի, թե ինչպես էր Անդրանիկ Քոչարյանն ասում, դեռ պետք է պարզենք ով են այդ 1.5 միլիոն հայերը իրենց անուն ազգանուններով եւ մինչեւ եթեր մտնելը դուք շատ հետաքրքիր այսպես ինֆորմացիա տվեցիք, ես կուզեմ կիսվենք նաև մեր հայրենակիցների հետ, կապված նաև մեր պահանջատիրության հետ, որի մասին շատ քիչ է խոսում, դե իշխանությունների կողմից կարծես թե թեման փակ է, բայց ամեն դեպքում կա իրականություն, որի աչքերին պետք է նայել եւ առնչվել այդ իրականության հետ։ Կխնդրեմ ներկայացնեք։ Այդ Անդրանիկ Քոչարյանի այդ արտաբերած միտքել չասեմ էլի, այդ վատ հենց բառել չկա նկարագրելու, դա միջին տարիքի մարդիկ դա գիտեն, որ դա անեկդոտ էր եւ դա պատտվում էր ծախու կամ կաշառակ էր դասախոսների հետ կապված։ Երբ որ մեկին դասախոսը որ գումար չէր տվել, մերժել էր գումար տար, կաշառ տար, չէ, դասախոսը ասում էր դա հայրենական պատերազմը քանի զոհ է տվել է, սովետական միությունը, երիտասարդը պատասխանում է 50 միլիոն, իրական թիվը մոտավորապես 50 միլիոնի մոտ է, էլի։ Ասում դա հիմա հերթու զոհերի ենթադրենք զոհվածների, դա անուն ազգանունները գրի։ Այդ կարգի ինչ է դրա անունը, Անդրանիկ, հա, այդ կարգի ափսոս է տանուն էլ է, Անդրանիկ անունը։ Այդ Քոչար պարնել է, էլի ափսոս։ Վերջ այդ անձնավորությունը, որ տես բաներ ասում, թող մի հատ բան անել, այս 2-3 շաբաթ առաջ էլ ինչ-որ արտահայտություններ էր, այս արտաբարել, բա իմ տղան բարձրակարգ է, դրա համար զինվորական ծառայության չէ, այդ մարդուն քննարկելու բան չկա։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ կապված, այդ պահանջատիրության հետ կապված, մեր ժողովրդի զգալի մասը մտածում է, որ Թուրքիայի նկատմամբ պահանջատիրությունը դա ընդամենը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալն է եւ հարգանքի տուրքը մատուցելն է։ Այդ մեկ օրը։
որպես կանոն։ Երեխաներն էլ են համարյա այդ մտքին բերել, որ հարգանքի թուրքը պետք է այո, պետք է մատուցել, բայց մի խնդիր կա։ Մենք եղել ենք տնտեսություն ունեցող էթնոս եւ այդ տնտեսության արգասիքը, այդ տնտեսության կապիտալը, այդ տնտեսության գործիքները, այդ տնտեսության տարբեր բանկերում ավանդները, ապահովագրական կազմակերպությունների ձեռք բերած պարտատոմսերը թուրքական պետությունը եւ այո նաեւ թուրքական էթնոսը, չէ՞, այս ամեն ինչը գողացել են։ Տերերին սպանել են, այս ամեն ինչը գողացել են։ Ընդ որում, այն կարգի ցինիկ սրիկաներ են, որ կոտորածներից հետո 1922 թվականներին օրենք հանեցին, բա լքված բաներ են, գույքեր են։ Այն մարդն ինչ լքված գույք։ Մարդկանց եկել սպանել եք, մարդկանց քշել եք, մարդկանց տալ եք այդ անապատներում կոտորել եք 100,000-ներով, չէ, ասում եք լքված։ Բա որ լքված գույք է, չէ, օրինակ հիմա Կիլիկիայի կաթողիկոսարանը ցանկանում է իր որոշակի սեփականություններ ունի, հստակ օրենքով ամրագրված են եղել, անուն, առանուն, շենքով, փողոցներով, չէ։ Հայցը ներկայացած թուրքական դատարան չեն ընդունում։ Ինչի մասն է խոսքը։ Այդ հայատյաց թուրքական էթնոսի այդ գիշատիչ էությունը չի անհետացել։ Միգուցե Ստամբուլը, որ եվրոպական Ստամբուլում իզմիրում եք, ասում մարդիկ են հրան դինքին ենթանենք համակրենք, ասեմ մենք հրան դինք ենք այս կոմենքում, չէ։ Իրականում մի քիչ եկեք այս կողմ, կենտրոնական Թուրքիայում հայերին ոնց ատել են, շարունակում նույն ձևի ատել։ Ես շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր որ ճանապարհորդում են, գնում են, գալիս են այդ մասերով, ասում են, որ առաջին իսկ հրահանգի դեպքում բոլոր հայերին նորից կկոտորեն։ Առաջին իսկ հրահանգի դեպքում։ Մի հատ մոլա կարող է դուրս գա, չէ, այդ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայերի նկատմամբ միացած հրահրող մի բան անի, մի անգամ ինչ երկարության դանակ կա, չէ, կվազեն հայերին հնարավոր, որին ճանաչում են կկոտորեն։ Հիմա եկեք վերադառնանք այդ տնտեսական թեմային։ Այո։ Ուրեմն Թուրքիան երբ որ պարտվեց, փաստորեն առաջին համաշխարհային պատերազմից հետո դա որոշել էր Ռուսաստանից հողեր գրավել, միջև Կովկաս որոշել են իրենց պլաններով գնալ, էլ չեմ ասում Ադրբեջանն էլ գրավեն, Հայաստանն էլ գրավեն, այն Էնվերը գնաց Թուրքմենստանում սպանվեց հայ Մելքումովի կողմից ընդ որում։ Ճիշտ է, կոմունիստեր, կոմիսարեր, բայց դրա հետ միասին նաև Ղարաբաղցի անձնավորությունները քաչ, որը այդ կոմունիստական էսկադրոններով դրան այնքան հալածեց, միջով բռնեց ու դրան սատկացրեց։ Հիմա նայեք խնդիրը որն է։ Այս մեր գույքերը վնասների, դա բնականաբար մարդկանց ձեր չես բերի։ Այն մարդիկ արդեն կոտորվել են, մարդիկ չկային, էլ չեմ ասում, որ 100,000-ավոր որբեր են կենտրոնացած։ Այդ որբերը Լիբանանում, Սիրիայում, Պարսկաստանի տարածքում, հետո մի զգալի մասը Էշմիածին բերեցին 100,000-ավոր որբեր կային։ Այդ երեխեքը ոչ հեր ունեն, ոչ մեր ունեն, ոչ գիտեն իրանք որտեղից են, ոչ անձնագիր ունեն, ոչ բան են։ Բնականաբար այդ ծախսեր կային կատարելու դրանց հետ կապված դաշնակից պետությունները այս ժամանակ երբ որ Փարիզի հաշտության կոնֆերանսը եղավ, այդ հաշտության կոնֆերանսի ընթացքում որոշում կայացվեց, որ հայկական հարցը եւս պետք է քննարկվի։ Եվ հայկական հարցը կոնկրետ այդ բaragայում հանձնաժողով ստեղծվեց, եւ այդ հանձնաժողովը ուսումնասիրում էր հայկական տնտեսական վնասները։ Այսինքն ռեպարացիաների, գույքերի վերականգնման, գույքերի տերերի փոխհատուցումների հետ կապված հարցներ, դա հիմա իրենք մոտավորապես հաշվարկել են երկու բաղադրիչով Արևելյան Հայաստան եւ Արևմտյան Հայաստան։ Բնականաբար, որովհետեւ Արևելյան Հայաստանում ռուսական տիրապետության ենթադրենք ամբողջ գործավարություններ տիրում, այս ժամանակ արդեն չնայած կար հայկական պետություն, առաջին հանրապետություն, բայց նրանք հասկանում են, որ պետք է իրարից տարանջատել Արևելյանը եւ Արևմտյանը։ Եվ երկուսը իրար հետ միասին մոտավորապես կազմել էր 19 միլիարդ ֆրանսիական ֆրանկ։
Այս 10 միլիարդ ֆրանսիական ֆրանկը ընդ որում հանձնաժողով բաղկացած էր 3 անդամներից, դրանց մեջ կային ֆրանսիական գանձապետարանի աշխատակիցներ, ուսուցիչ կենտրոնական բանկի ժամանակին։ Կային անգլիացիներ, կային նաև իտալացիներ եւ նրանք ուսումնասիրության արդյունքում այդ 10 միլիարդը ոնց որ տեղորոշեցին, որից 14 միլիարդը Արևմտյան Հայաստանի եւ 5 միլիարդը Արևելյան Հայաստանի։ Միայն 2000 եկեղեցու գույք ոնց ասեմ գողացել էին։ Ոչ թե քանդել, բարձրապես գողացել են 2000 եկեղեցի։ Միայն 2000 եկեղեցի։ Լեմատ հաշվեք էլ այդ ինչ անշակում։ 2000 եկեղեցի, ընդ որում եկեղեցիներ, որոնք դարեր շարունակ կուտակել էին զանազան, ենթադրենք ունեին հողամասեր, ունեին դաշտեր, արտեր, ոսկու, արծաթի, սկիհեր, տարբեր։ Հիմա այս գումարը իրենք ներկայացեցին, հանձնաժողովը ներկայացեցին, հետագայում այս գումարը, այսպես ասած, թղթից թուղթ գնալու ճանապարհով գնաց Սան Ռեմոյի պայմանագրային այդ հանդիպային այդ կոնֆերանսին գնաց եւ այս ամեն ինչը քան որ հայկական պետությունը թույլ էր, այդ ջլատված էր։ Արևելյան Հայաստանում մոտապես 400,000 սոված որբ երեխա կար։ Սոված։ Օրական մահանում էր Էջմիածնում 400-ից 500 երեխա։ Հիմա նայեք, մեկ պետությունը այնքան թույլ էր, որ չէր կարող իր շահը պաշտպաներ։ Իհարկե այստեղ դեր խաղաց նաև մեր պետական այրերի որոշակի այսպես կողմնորոշվելու հմտության բացակայությունը, որովհետև երբ որ դաշնակիցները առաջարկում են Հայաստան նաև քաղաքական իմաստով, սահմանների գծելու իմաստով բավականին լավ ընդունելի առաջարկներ եւ Հայաստանը կարող է մոտապես 220-230 հազար քառակուսի սահմանների մոտ գալ, Նուբար Փաշան Արևմտյան Հայաստան ներկայացնող եւ մասամբ նաեւ Ահարոնյանը, որ Արևելյան Հայաստանն է ներկայացնում, իրենք չկողմնորոշվեցին կամ էլ միգուցե մենք իրենց դերը բավականին վատ ենք ներկայացնում, որովհետեւ այդ ժամանակ քեմալական շարժումը որ սկսվեց, այս քեմալական շարժումը այդ բոլոր պայմանավորված թղթերի վրա ասես մի հատ խաչ քաշեց, բայց խաչ քաշեցին, բայց պարտքերի ցուցակը կա հստակ պարտքերը, այս պարտքի տեղորոշումը արդեն կա, մեր խնդիրը որն է։ Մեր խնդիրն է ընդհանրապես գնալ այս պարտքի ետևից։ Հիմա ես կասեմ, այս պարտքը մոտավորապես ինչ կարժենար հիմա։ Ցանկացած ֆինանսական կապիտալ, չէ, ինքը եթե մանրապատույտի մեջ լինի, ենթադրենք օգտագործվի, այս գումարները օգտագործվեն, տրվեն, չոր բիզնեսի մեջ դրվեն կամ բանկային համակարգ դրվեն կամ շրջանառու միջոցների պատույտ իրականացող կազմակերպություն, ինքը անդադ գումար կբերեր։ Հիմա այդ ֆրանսիական ֆրանկով հաշվարկած մոտապես 19 միլիարդը դա գնահատվում էր մոտապես մի 250-300 միլիարդ նայած տարիների իհարկե էլի գումար, եթե այս ամեն ինչի վրա մենք ավելացնում ենք բաց թողնված եկամուտ, հիմա կասեմ բաց թողնված եկամուտը դա ինչն է։ Բաց թողնված եկամուտի հաշվարկի համար ամենառեալը դա ամերիկյան ռեզերվային միավորի կողմից այս բանը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Կարծեմ 19 թվականին եղել է ամերիկյան պահեստային այդ ռեզերվային համակարգի առաջին տան, երբ որ նրանք վերաֆինանսավորման տոկոսադրույք են հաստատել, որ իհարկե առանձին տարիներ տարբերվել է, ընդ որում երկրորդ համաշխարհային ժամանակ շատ ցածր է եղել, շատ համարյա 2-1% չափ եղել։ Հիմա նայ, երբ որ սա հաշվարկում ենք, այս գումարները որ հաշվարկենք, այս գումարներից հետո հաշվարկենք բարդ տոկոս, նաև, որտեղ տոկոսն էլ է, չէ, կապիտալ։ Իհարկե։ Այդ տոկոսի, որ բարդ տոկոսը կիրառում ենք, առանձին հետազոտողներ պնդում են, որ այս գումարը կարող է աճել մինչև 600-700 միլիարդ դոլար։ Հիմա այս 600-700 միլիարդ ենթադրենք, դրանից զատ կար մի այլ պատմություն նաև, դա բաններ։
մոտավորապես 78 միլիոն լիրայի խնդիրներ։ Սա էլ հետաքրքիր խնդիր է, քչերը չգիտեն դրա մասին։ Ուրեմն Էնվերը եւ Թալյաթը առանձին, այսպես ասած, զինամթերք ձեռք բերելու համար, թուրքական բանակը ընդհանրենք համալրելու համար, իրենք մոտավորապես 5 միլիոն թուրքական ոսկի տեղաբաշխել էին գերմանական բանկում։ Դա մոտավորապես գալիս էր փաստորեն այդ 78 միլիոն ֆրանսիական ֆրանկի կարգի էր։ Ուրեմն գերմանական, թուրքական այդ դաշինքի պարտությունից հետո դաշնակիցները Անգլիան եւ Ֆրանսիան հստակ երբ որ հասկացան, որ Ռեյխսբանկում կան այդ գումարները, ընդ որում գումարները եղել են ոսկի դրամների տեսքով։ Ոսկի դրամների այդ քանակը տեղափոխել են, նրանք հասկացան, որ ինչ ունեն, ինչ հնարավորություն ունեն Հայաստանին տան դա, թե գողանան։ Բնականաբար եւ բրիտանացիները, եւ ֆրանսիացիները, այսպես անտերգույքի գողանալու համար պատրաստ կանգնած են։ Իրենց իբր թե ռեպարացիաների, իրենց դաշնակիցների, իրենց ընդհանրենք զինվորական ծախսերի այս փոխհատուցման համար այս գումարը գերմանական Ռեյխսբանկից վերցրել են։ Հիմա մեկ ինչ պետք է անենք։ Վերցրել են, չէ՞, բայց փաստը կա։ Ռեյխսբանկը թող չտար։ Ռեյխսբանկը թող չտար։ Այդ առաջին։ Հիմա շատերը կարող են մտածել, որ դա Ռեյխսբանկի հետ ինչ գործ ունեք 100 տարի անցել է բան էս կոմեկով։ Չէ։ Այդ նույն Ռեյխսբանկը, չէ, հрьяաների Ռեյխսբանկը ունեցած բոլոր ավանդները մինչև հիմա կոմպենսացնում է։ Մինչև հիմա հрьяաները եւ որպես պետություն, եւ որպես նաեւ անհատներ Գերմանիայից ստանում են ռեպարացիաներ։ Եվ որպես ցեղասպանվածներ։ Որպես ցեղասպանված, բայց դա մի քիչ այստեղ բան է, հարցական, որտեղ թե արաբական գյուղերի նայում ես ինչ կարգի ավերածություններ են կատարում, այստեղ ցեղասպանության կամ ընդհանրենք համատություններ տանելու նույնիսկ կարելի է մեր գործն էլ չի, բայց դա միանշանակ չէ։ Հիմա Ռեյխսբանկը մեր նկատմամբ ունի պարտավորություն։ Թուրքերը մեզանից են գողացել եւ այս թուրքական ցանկացած ակտիվ Հայաստանը եթե նորմալ պետությունն է առավոտից երեկո թուրքական ցանկացած ակտիվի նկատմամբ կլինի ինքնաթիռ, կլինի նավ, կլինի կազինո, կլինի ընդհանրենք դեսպանատան շենք, անընդհատ դրանց նկատմամբ պետք է հայցեր ներկայացնի, այս աշխատանքները պետք է իրականացնել։ Հիմա խնդիրը գիտեք որի մեջ է։ Այս գումարների մասին որ մենք խոսում ենք, անկեղծ ասեմ, մեծ գումարներ են, բայց այնպես չէ որ անհասանելի գումարներ են, բայց այս գումարները կարևոր են ինչով, որովհետև եթե այս գումարները լինեն, չէ՞, օրինակ կես տրիլիոն համարյա գումարի մասին, համեստ հաշվարկներով, առանձնակի չբարդացնելով, չէ՞։ Թուրքական կողմը այդ գումարները եթե մեզ վճարեր, Հայաստանը հենց հիմա կունենար երևի լավագույն տանկերը որ կան, ընդհանրենք ռուսական Ատլանտներ կան ամերիկական Աբրամսներ, ամենավերջին արտադրության, ենթադրենք Հայաստանը կունենար մի 4000 հատ տանկ։ Ենթադրենք F-35, F-15-ներ են անհնար է այդ օդային միավորները, կործանիչները, այսպես ասած, ընդհանրապես դրանց կործանել, չէ՞։ Հայաստան կարող է մի 100 հատ, 200 հատ միայն դրանցից ունենար։ Այս ամեն ինչը, եթե մենք ունենայինք, մենք Արցախն էլ կունենայինք մեր ձեռքի տակ, մենք ունենայինք Ղարսն էլ մերը կլիներ, էլ չեմ ասում բանի հարավային Իգդիրի շրջանը, Արարատն էլ մերը կլիներ, խնդիրը հենց սա մեջ է։ Հիմա դուք այնպիսի փաստեր եք ներկայացնում, կարծում եմ յուրաքանչյուր գիտակից, նորմալ հայի համար դա ընդունելի է։ Յուրաքանչյուր նորմալ մարդու համար։ Չառանցնենք ազգությունը շատ լավ, բայց այսօր
Թուրքիան է մեծ պահանջներ ներկայացնում, քանի դեռ Արցախը չէր ժամանակավորապես չէր օկուպացվել Ադրբեջանի կողմից, թուրքերն ասում էին Արցախի հարցը լուծեք Ադրբեջանի հետ, նոր կմտածենք արժի Հայաստանի Հանրապետության հետ սահմանը բացել, թե ոչ։ Օրինակ հիմա էլ, եթե չեմ սխալվում, օրերս երբ որ իշխանական ներկայացուցիչները Թուրքիայում էին գտնվում, Ալեն Սիմոնյանն էր հայտարարություններ, ժողովուրդը չի իմանում ինչ են խոսացել։ Հիմա դուք խոսում եք շատ կարևոր թեմայի մասին, մեր պահանջատիրության մասին, մեր իրավունքների մասին, բայց դեռևս մենք ոչ միայն պահանջատեր չենք եւ չենք ներկայացում, այլ մի բան է Թուրքիան եւ մեզ ցեղասպանածներն են, մեզ պահանջներ ներկայացնում, ինչպես հասնել արդարության կետին։ Հեռու մի գնացեք, երեք թե նախորդ օրը, ճիշտ է, անձնավորության մտքի գոհարներին չեմ անդրադառնում, բայց մի անձնավորություն կա, ում տենում ասում եղբայրը մեզ սրտի կպցնեմ, ենթադրենք, մի հատ այս սրտիկից կպցնեմ, մի հատ այս սրտիկից կպցնեմ, երեխեքին բռնում ասում բան ստանում ես, թոշակ ստանում ես, բանը հասել է այնտեղ, որ ծիծաղաշարժ այդ իրենց քարոզարշավը իրական, ընդ որում անօրինական պետական ամբողջ համակարգը լծված է ինչ-որ քաղաքացիներին այսպես բան ինչ-որ sense բաներ կպցնելով բան, ընդ որում Հայաստանի քարտեզը այդքան սիրում եք, չէ՞, բա աշխատեք որ այդ քարտեզը չկտրտեն տանեն։ Բա այդ որ քարտեզը որ կտրտում տանում են, համերա ինչքան ասեմ 240 կիլոմետր ինչքան է, այս կտրտման ընդհանրենք մասնակիցները այդ քարտեզը գալիս են եղբայր մի հատ կպցնեմ։ Հիմա այդ ինչ էր, այս 2 օր առաջ էր ասում մենք ասում Ադրբեջանին հանկարծ չպիտի ասենք էթնիկ զտում իրականացնելու հետևանքով 110-105 հազար մոտավոր էլի քաղաքացիներին թող վերադառնան իրենց տները, ասում որ ասենք, նրանք էլ կասեն 300 հազար մենք ունենք։ Այդտենց ոնց կլինի։ Լավ, այդ իր խմբակից մի կին, բավականին զարմանահրաշ հայտարարություններով միշտ աչքի ընկնում, չէ՞, ասում թուրքերի դեմ դիմաց կանգնել, ասում մենք ասում բախտ ենք ունեցել, որ մեր ճակատագրերը իրար հետ կապված են։ Լսի դու Ստոկհոլմյան սինդրոմով ես տառապում։ Զոհի ու ընդհանրենք դահիճի հետ կապված, այդ ինչ է, այդ ով է քեզ ասել։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում այս բոլոր խոսքերի համար, ընդհանրապես խոսքեր չեն պատահական, սրանք պաշտոնական հանդիպումների ընթացքում, չէ, որոշակի պատվիրակության կազմում արտաբերված մտքեր են, որը հիմք է ստեղծում թուրքերի համար, ասել դե այս սրանք որ սա ասում է իրար հետ կապված ենք, ես եմ ինչ ենք, այս սրանց ոչ այդ հատուցումը կտանք, ոչ ես կտանք, ոչ են կտանք։ Այն մեկն էլ ասում է բանը անհասկանալի չի։ Մենք երբ որ ժամանակին կարդում էինք, որ հայկական ջարդերի ժամանակ, մանավանդ երբ որ ապրիլի 24-25-ին Պոլսում հայկական մտավորականության, այսպես ծաղկա բույլը, այսպես ձերբակալեցին, ցուցակների զգալի մասը հայ դավաճան է տրամադրել թուրքական ոստիկանությանը։ Հայտնի գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ։ Բոլորին հանձնել է, ճիշտ է, հետագայում իր պատիժը կրել է վրիժառուների կողմից, չէ, բայց հայ է սա ամեն ինչ կատարել։ Հիմա մենք ինչ ենք զարմանում։ Ճիշտ եք ասում, չնայած շատ ճիշտ եք ասում։ Եվ քանի որ մեր պահանջատիրության հետ կապված էլի որքանով է իրատեսական, որ մենք կկարողանանք մեր, այսպես ասած, երևի գույք ասեմ, հա, գույքին տեր կանգնել, մեր կապիտալին տեր կանգնել, որքանով է իրատեսական, թեկուզ այսպես միջազգային օրենքների տեսանկյունից։ Եթե պետությունը կամ այդտեղ քաղաքական խումբը կամ հանրության ինչ-որ մի մասը, որ ունի խախտված իրավունքներ, խնդրեմ, ՄԱԿ-ի ենթադրենք զանազան կոնվենցիաներ կան, հարյուրավոր, մանրամասը կարելի է այս հայցերը կազմակերպել, ներկայացնել, գիտեք, երբ որ հարցը չի լինում, պատասխանող էլ չկա, բայց երբ որ
հարցը ձևակերպված է, հրապարակ է հարցի շուրջը կա անընդհատ խմորումներ, կան ընդհանրենք առանձին միջոցառումներ իմ հիշատակած թուրքական գույքերի, այսպես ասած, բռնագրավելու պահանջներով, չէ՞, խնդիրը արդեն կոնկրետանում է։ Եթե խնդիրը կոնկրետանալուց հետո բնականաբար պետք է մենք հասկանանք, ընդհանրենք Թուրքիան ի վիճակի է գումարները տալ, թե չտալ։ Առաջին, Թուրքիան ի վիճակի է։ Հիմա թուրքական պետության տնտեսությունը բավականին զարգացած է, եւ թուրքական բյուջեի համար այդ կարգի գումարները կոնե մի 5 տարվա ընթացքում կարող է հատուցել այս ամեն ինչը վերջացնել, բայց խնդիրը նա է, որ մենք գործ ունենք մի էթնոսի հետ, որը որ հեռավոր Ալթայներից եկել հասել է Առաջավոր Ասիա, եկել է հայկական բարձրավանդակ, մեր հայրենիքում հաստատվել է, տեղաբնակներին կոտորել է, տեղաբնակներին կոտորելուց հետո էլ ընդհանրենք հրաժարվում է տեղաբնակների կոտորված մարդկանց ժառանգներին հատուցել։ Մի օրինակ ձեզ ասեմ, 2000-ական թվականների մոտ պարզվեց, որ կա նաև ապահովական մի քանի ընկերություն, New York Life-ը եւ AXC ֆրանսիականը կա, որտեղ որ հայկական պարտատոմսեր կային։ Հայկական մի քանի փաստաբաններ, ֆինանսական լոկեր, որ գործերին ձեռնամուխ էին լինում ու քաջատեղակ էին, հայցերով մտան դատարաններ եւ պատկերացնում եք ինչ եղավ։ Շահեց։ Բազմաթիվ մարդիկ, մի քանի հազար մարդու տվեցին փոխհատուցումներ։ Վերջիվերջո սա ֆինանսական բնագավառ է, եւ ֆինանսական բնագավառի հաջողությունը կառուցված է նաեւ վստահության վրա, վարկի վրա, նրանց վարկի, նրանց որպես ֆինանսիստներ, որպես քաղաքացիներ, որպես մարդիկ, նրանց վարկի վրա եւ ցանկացած ֆինանսական կազմակերպություն, եթե այնտեղ կա խարդախություն, նրա մոտից բոլորը փախնում են։ Իսկ ով փախա ֆինանսական կազմակերպությունը, այդ ֆինանսական կազմակերպությունը այլևս շուկայում անելիք չունի։ Քանի հազար քաղաքացիներ ընդ որում եւ Երևանում ստացան, ֆրանսիական կողմից Երևանում ստացան, ամերիկյան այդ New York Life-ի փոխհատուցումները բանում Միացյալ Նահանգներում բնակվող քաղաքացիները ստացան։ Աշխատանք է պետք կատարել, այս աշխատանքը բնականաբար իր արդյունքները կտա եւ եթե նույնիսկ չտայել, ապա մենք հստակ կիմանանք, որ մենք փորձել ենք մեր իրավունքները պաշտպանել, այլ ոչ թե դավաճանաբար ինչ որ աղերսել, բաթը մենք իրար հետ ճակատագրերով կապված ենք։ Շնորհակալ եմ, պարոն Կոմենդանտյան, շատ հետաքրքիր վերլուծության համար։ Համեցեք։ Շնորհակալ եմ նաև ձեզ, մեր հարգելի հայրենակիցներ, մեզ հետևելու համար, իսկ մենք զրուցում էինք Հայաքվե ազգային միավորման վարչության անդամ Հրայր Կոմենդանտյանի հետ, այսպիսիներ դիտակետը, կհանդիպենք։